Այսօր իմ նոր կաթսաների մեջ պատրաստելու ենք շատ համեղ վրացական ուտեստ՝ օջախուրի և ոսպով ապուր։ Բայց մինչ կտեսնեք բաղադրատոմսը, եկեք ձեզ ցույց տամ, թե ինչ որակյալ ու մատչելի կաթսաների հավաքածու եմ ձեռք բերել Շուշեղենի աշխարհ էջից։ Շատ վաղուց փնտրում էի ծանր հաստ հատակով ամուր կաթսաների հավաքածու ամենօրյա օգտագործման համար և վերջապես գտա։ Շվեյցարական Կայսավիլ ապրանքանիշի այս գեղեցիկ կաթսաները բաղկացած են 6 կտորից՝ 4 կաթսա, 1 բռնակով կաթսա և թավա։ Պատրաստված է բարձր որակ չժանգոտվող պողպատից, հատակը պատված է հաստ ավազային շերտով և հարմար է բոլոր տեսակի վառարանների համար, այդ թվում նաև ինդուկցիոն։ Այս կաթսաների մեջ կարող եք պատրաստել բազմազան ճաշատեսակներ և ձեր ամենօրյա պատրաստման գործընթացը էլ ավելի հաճելի կդառնա։ Նաև հիանալի ընտրություն է որպես նվեր ձեր մտերիմների համար։ Այո, եթե չգիտեք ինչ նվիրել նոր տուն տեղափոխվողներին կամ սկսնակ տնային տնտեսուհիներին, ասեմ, որ երկար մի մտածեք, պատվիրեք հենց այս հավաքածուն։ Թե որակի, թեև գնի առումով շատ հարմար տարբերակ է։ Առաքումը կատարում են ողջ Հայաստանի տարածքում, հիմա շատերդ կզարմանաք, բայց ասեմ, որ գինը ընդամենը 25,900 դրամ է։ Իսկ հիմա եկեք վրացական ուտեստը պատրաստենք։ Օջախուրի պատրաստելու համար կարող եք վերցնել ցանկացած տեսակի միս, ես այս անգամ խոզի մսով եմ պատրաստելու։ Միսը բաժանում ենք մանր կտորների ու բուսայուղի մեջ տապակում փակ կափարիչի տակ մինչ պատրաստ լինելը։ Իդեպ այս թավան ներսից պատված է գրանիտային շերտով, ինչի շնորհիվ ուտեստը ընդհանրապես չի կպչում։ Միսը համեմում ենք աղով և կարմիր քաղցր պղպեղով։ Եթե սիրում եք, կարող եք մի փոքր էլ խմելի սուն էլ ավելացնել։ Կիսալուսնաձև կտրատած սոխ ու լոլիկ ենք ավելացնում, մանր կտրատած պղպեղ, մի քանի պճեղ սխտոր ենք ճզմում, լավ խառնում ու մոտ 5-6 րոպե մսի հետ տապակվելուց հետո կրակը անջատում ենք։ Այնուհետև դրան ավելացնում ենք տապակած կարտոֆիլ, մի փոքր կանաչի և մեր շատ համեղ ուտեստը պատրաստ է։ Կարող եք մատուցել։ Սիրելիներս, այս կաթսաների հավաքածուն շատ արագ սպառվում է, այնպես որ եթե վաղուց մտածում եք նոր կաթսաների մասին, հաստատ խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել այս տարբերակին։ Դուք էլ պատվիրեք Շուշեղենի աշխարհ էջից, քանի դեռ չեն սպառվել։ Իսկ եթե այս հոլովակը ձեզ դուր եկավ, չմոռանաք սրտիկել, կիսվել ձեր ընկերների հետ ու իհարկե բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր էջին։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան։ Բաժանորդագրվեք, որ հետագայում բաց չթողնեք իմ նոր հոլովակները։